Հետաքննություն տևեց ավելի քան 4.5 ամիս, նա ենթարկվեց անմարդկային տանջանքների, պահանջում է նրանից խոստովանելու մեղքը իբրև անգլիացի գործակալ եւ Մանչրոուգո մարիոնետային պետության ոսկու պաշարները յուրացնելու մեջ։ Հենց այս Սարկովի գործի արդյունքում մենք տեսնում ենք, որ ամեն ինչ խորհրդային ուրեմն մեքենան, այս քննչական, դատաքննչական մարմինները անում էին, որպեսզի նրա մեղադրանքը հաստատեին։ Սակայն մինչև վերջը նա մնաց անդրդվելի, չընդունեց իր մեղադրանքը, այնուամենայնիվ եզրակացությունը իբրև անգլիացի ուրեմն գործակալ եւ Մանչրոուգո մարիոնետային պետության ոսկի պաշարները յուրացնողանց հաստատեցին դատախազությամբ եւ 1950 թվականի ապրիլի 18-ին կազմակերպվեց նրա գնդագահարությունը Դոնի գերեզմանատանը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։